Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր ապրիլի 20-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես անպայման մի քանի դրական նյութեր ձեզ կներկայացնեմ, դրական զարգացումներ կապված Հայաստանի հետ, այո, մենք հիմա նախընտրական փուլում ենք ռեալ բավական լարված ներքաղաքական վիճակ, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, այդ ամեն ինչի մեջ ապրում ենք, բայց զարգացումները դրական Հայաստանի հետ կապված գնում են, դրական քայլեր արվում են, անպայման այդ դրականի մասին պետք է խոսենք, որ մեր հասարակությունը, մեր սփյուռքայությունը, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանգիստ լինեն, ինչքան էլ թեժ պայքար չգնա քաղաքական դաշտում, միջկուսակցական դաժան պայքար, այնուամենայնիվ աշխատանքը տարվում է, գնում է, դրա մասին անպայման մենք պետք է խոսենք։ Ես այսօր նաև կանդրադառնամ երկու հայտարարություններին, որոնք արեցին պարոն Ֆիդանը Թուրքիա արտգործնախարարը եւ պարոն Բայրամովը Ադրբեջանի արտգործնախարարը։ Ինչ մեսեջներ են իրանք մեզ ուղարկում կամ աշխարհին այսօր կխոսենք։ Դուք հիշում եք, որ մեր կենտրոնը, որը ես գլխավորում եմ, անալիտիկ կենտրոնը, որի անունն է գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Լիտվայի գործընկերների հետ իրականացնում է շատ կարևոր ծրագիր կապված Հայաստանի ԶԼՄ-ներում եւ Հայաստանի սոցցանցերում եղած իրավիճակը։ Լիտվայի կողմից այնտեղ հայտնի High Technology կորպորացիան է, Repsons-ը, մենք ուսումնասիրում ենք, ինչ է կատարվում մեր ինֆորմացիոն դաշտում։ Ուսումնասիրել ենք գլխավոր քաղաքական ծրագրերը մեր գրեթե բոլոր հեռուստաալիքների քաղաքական ծրագրերը եւ ուսումնասիրել ենք ամբողջությամբ սոցիալական ցանցերում եղած վիճակը եւ on-line ռեսուրսները։ Պատկերը շատ հետաքրքիր է, առաջին փուլը արդյունքների, որոնք արված էին փետրվարի 1-ից մինչև մարտի 12-ը մենք ներկայացրել ենք։ Հիմա ես այսօր ձեզ կներկայացնեմ այն արդյունքները, որոնք մենք ստացանք մինչև ապրիլի 15-ը, մարտի 12-ից մինչև ապրիլի 15-ը։ Ինչ է ցույց տալիս, ինչ մթնոլորտ է, որ գլխավոր նարատիվները, խոսույթները հիմա իշխում են մեր սոցցանցերում, կայքերում եւ հեռուստաալիքներում։ Անչափ կարեւոր է, նաեւ այդ թվում ընտրությունների հետ կապված ու առաջին ընտրությունների հետ կապված արդյունքները անգլերեն եւ հայերեն լեզվով ես այսօր կտեղադրեմ առաջին կոմենտում, կոմենտները դուք կարդում եք, դուք ինքներդ մտնում եք, կոմենտ անում եք, շնորհակալ եմ ձեզ, բայց կոմենտների առաջի կոմենտը հենց ես կտեղադրեմ այս աշխատանքի մեր լիտվացի գործընկերների հետ արդյունքները կներկայացնեմ ու այսօր հաղորդման ժամանակ ձեզ կներկայացնեմ։ Ինչ է, որն են տենդենսները, որն է քաղաքականությունը այս ռուսամետ ընդդիմության այս պայքարում գործող Հայաստանի իշխանությունների դեմ, որն են գլխավոր ուղղությունները տարվող։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, ես պետք է ասեմ, որ անչափ կարևոր եմ համարում, որ այն ավտո ճանապարհը, այն մայր ուղին, որը բացվեց Գյումրուց մինչև Աշտարակ, անչափ կարևոր է, մոտավորապես 100 կիլոմետրանոց հատված, դա մեծ հյուսիս-հարավ ծրագրի հայվեի ավտոճանապարհի մի հատվածն է, 100 կիլոմետրանոց Գյումրի Աշտարակ։ Դուք գիտեք, որ ժամանակակից աշխարհում չկան պետություններ զարգացած, որ չունենան լավ ճանապարհներ, որ չունենան երկաթգծեր, որ չունենան
լավ ավտոճանապարհներ, որ չունենան տարբեր կոմունիկացիաներ։ Ուստեղ է, որ մենք պարտավոր ենք այդ ուղղությամբ աշխատել, այս ճանապարհով ես անցել եմ 2 շաբաթ առաջ, երբ որ Գյումրիում անցկացրել եմ մի կոնֆերանս, ճիշտ է ձեզ ասեմ, իրոք լավ սարքած ճանապարհ է ու լավ արդյունքի աշխատանքի Հայաստանի կառավարության։ Բոլորդ հիշում եք 4-ին 5-ին, մայիսի 4-ին 5-ին Հայաստանում կանցնեն 2 գագաթնաժողովներ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շուրջ կհավաքվեն Հայաստանում մոտ ավրապես 45-50 երկրների եվրոպական ղեկավարները եւ Եվրոմիություն Հայաստան գագաթնաժողով, որը պետք է անցնի մայիսի 5-ին։ Պարզ է, ստեղ մեծ կազմակերպչական աշխատանք պետք է արվի ու մեծ տեխնիկական նաև այդ թվում աշխատանք։ Ու շատ լավ է, որ կառավարությունը ամսի 4-ը 5-ը մայիսի հայտարարեց ոչ աշխատանքային օրեր, շատ լավ է, որ հիմա ներքին գործերի նախարարությունը հայտարարություն արեց ու զգուշացրեց, որ շատ ու շատ փողոցներ Երևանի կենտրոնում փակ կլինեն երթևեկության համար, շատ ճիշտ որոշումներ են։ Խցանումները մեզ մոտ ահավոր մեծ խնդրեմ է Երևանում, բոլորդ գիտեք, այդ կենտրոնում, ուրեմն որ այս գագաթնաժողովները անխափան անցնեն, անվտանգությունը կարողանան ապահովել այս մոտ ավրապես 45-50 երկրների ղեկավարների, որոնք կգան Հայաստան, պարզ է ճանապարհները պետք է բաց լինեն, խցանումներ չլինեն, այդ աշխատանքը գնում է։ Ես պետք է ասեմ, որ TRIP ծրագրի հետ կապված շատ են հիմա քննարկումները, Դոնալդ Թրամփ TRIP ծրագիրը, երկրորդ պլան մղվում է թե ոչ, այդ հոդվածները մենք կարդում ենք ոչ միայն Հայաստանի ներսում, նաև դրսում, քանի որ Միացյալ Նահանգների ուշք ու միտքը այսօր Իրանի վրա են կենտրոնացած, Դոնալդ Թրամփը կենտրոնացած է այդ հարցի վրա, լուծելու համար այդ հարցը Իրանի հետ խնդիրները, բայց մենք պարտավոր ենք շարունակել աշխատանքը, բզել, ես կասեի այդպես, Միացյալ Նահանգներին։ Էդ էլ հաշվի առնելով, որ այսօրվա Միացյալ Նահանգների ադմինիստրացիան Հայաստանի նկատմամբ իրոք շատ լավ է տրամադրված։ Ու Հայաստանի դեսպանը Միացյալ Նահանգներում շարունակում է իր շարքը հանդիպումների այն ամերիկյան խոշորագույն կորպորացիաների արհեստական բանականության հետ կապված, բարձր տեխնոլոգիաների հետ կապված, այն կորպորացիաների, որոնք պետք է չիպերի արտադրությունը դնեն Հայաստանում, կիսահաղորդագրիչների արտադրությունը դնեն, այդ կորպորացիաների հետ քայլ առ քայլ հանդիպումներ, քննարկումներ այս պլանները կյանքի գոչելու։ Մյուսը անցած տարվա տվյալները ցույց են տալիս, որ ուղևորների թիվը, որոնք օգտագործում են ավիացիան Հայաստանում ու Հայաստանի միջոցով անընդհատ աճում է ու աճեց մեկ տարվա մեջ 25 թվին համեմատ 2024 թիվը աճեց 7.5%-ով ուրեմն ավելի շատ մարդիկ աշխարհում օգտագործում են մեր ավիացիայի հնարավորությունները Զվարթնոց օդանավակայանը, Շիրակ օդանավակայանը դա էլ շատ կարևոր ցուցիչ է դու դառնում ես ավիացիայի ոլորտում տրանզիտային երկիր կներեք դու դառնում ես տրանզիտային երկիր ավիացիայի ոլորտում շատ ու շատ ժողովուրդների համար, շատ ու շատ երկրների անչափ կարևոր է նորություն անչափ կարևոր որ Հայաստանը հերթական անգամ անտեսեց հապկի շրջանակներում իրականացվող ծրագրերը։ Հապկի շրջանակներում նաև կա պարլամենտական վեհաժողով, խորհրդարանական վեհաժողով, ու հապկի շրջանակներում այդ վեհաժողովը պետք է անցնի այսօր Մոսկվայում Հայաստանի պատվիրակությունը
չի մասնակցում այդ աշխատանքների։ Դուք հիշում եք, հապկում 6 երկրներ են՝ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Ղրղստան, Տաջիկստան եւ Հայաստան։ Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը հապկի աշխատանքներին։ Ես այսօր էլ պնդում եմ, մենք պետք է վերջնականորեն հապկից դուրս գանք, բայց մենք սառեցրել ենք ու հետևողական է կառավարությունը, մենք չենք մասնակցում ոչ մի հապկի միջոցառումների, ոչ այդ կազմակերպության, ոչ հապկին կից պարլամենտական վեհաժողովի աշխատանքներին։ Ես ասեցի ձեզ, որ անընդհատ Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարություններ են անում Հայաստանի հետ կապված, հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հետ կապված։ Մի քանի օր առաջ պարոն Էլչին Ամիրբեկովը հատուկ լիազորություններով դեսպանը Ալիևի մոտ ինքը հայտարարություն արեց, որ ամեն ինչի գնում է նորմալ, ուղղակի մնաց վերջի քայլը, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Դուք հիշում եք, որ փոփոխության մասին է խոսքը, որ մեր հռչակագիրը անկախության անջատվի մեր սահմանադրությունից, որ սահմանադրությունում այլևս չլինի խաղում։ Իդեպ ասեմ ձեզ, մեր պաշտոնյաները, նաև այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններից մեկում ասեցին, որ ուզում են փոխել սահմանադրությունը, տեքստը նույնիսկ պլանավորում են հրատարակել միջև ընտրություններ, հիմա վերջի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը ասեց, եթե տեքստը ֆինալային տեսք չստանա, ուրեմն անմիջապես ընտրություններից հետո կհրապարակենք նոր սահմանադրության տեքստը, բայց հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրանց տարբերակում չի լինի հղում մեր սահմանադրության մեջ, նոր չի լինի հղում անկախության հռչակագրին։ Կոպիտ ասած, այն ուզածը Ադրբեջանի մենք կանենք ու պարոն նույն Բայրամովը արտգործնախարարը Ադրբեջանի ասեց, որ ամեն ինչ լավ է գնում Հայաստանի հետ, գնում է համագործակցություն ու այս օրակարգը դեպի դրական զարգանում է, ուրեմն մնաց, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի, սահմանադրությունը փոխվի ու դրանից հետո մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը։ Նույնը ասեց պարոն Ֆիդանը դա Թուրքիայի արտգործնախարարն է, ինքը ասեց, որ տենդենսները հայ-ադրբեջանական համագործակցության մեջ միայն շատ դրական է գնում, Ֆիդանը ասեց, որ կողմերը շատ անկեղծ են, շատ բաց են, շատ դրական գնահատեց հայ-ադրբեջանական համագործակցությունը, ու ինքը ասեց, մենք այս հարցերում աշխատում ենք ու շատ քիչ աշխատում ենք ու կոնտակտներ ունենք Եվրոմիության հետ։ Պարոն Ֆիդանը ասեց, որ մնաց այս 1-2 քայլ, որ ամեն ինչ լավ լինի։ Ես ինչ ուզում եմ ասել։ Այո, պնդում եմ, որ ոչ մի անհրաժեշտություն չկա փոխել մեր սահմանադրությունը, քանի որ մեր անկախության հռչակագիրը չունի իր մեջ չի պարունակում ինչ որ պահանջներ տարածքների պահանջ Ադրբեջանի նկատմամբ, բայց այն թեզը պրեամբուլայում, որ կա Ղարաբաղի միացում Հայաստանի հետ, որը հնացած է, այնուամենայնիվ մտահոգում է ադրբեջանցիներին։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանը, ինչքան հասկանում եմ գործող կառավարությունը, համարում է այդ վերջի քայլն պետք է անել, քանի որ մենք դրա դիմաց կստանանք խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։ Հիմա Վաշինգտոնում անցած տարի նախաստորագրվեց, հիմա կստանանք, եթե դա անենք, ռեֆերենդումը կստանանք վերջնական։ Ու ստեղ է, որ ես ուզում եմ ասել, հույսով եմ, որ դրանից հետո այս Հայաստանի որոշումից հետո ոչ մի նոր նախապայմաններ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն դնի Հայաստանի առջև։ Եվրոպայի երկրները, Բալտյան երկրները, Լատվիան, Լիտվան մերժեցին ու չտվեցին իրանց օդը Սլովակիայի նախագահ պարոն Ֆիցոին, Ռոբերտ Ֆիցոին, չտվեցին օդը, մերժեցին, քանի որ պարոն Ֆիցոն ուզում է մայիսի 9-ին այն հաղթանակի շքերթին, որ անցկացնում է ամեն տարի Վլադիմիր Պուտինը Մոսկվայում, որ
դա ինքը մասնակցի։ Իրանց օդը չեն տալիս, որ Սլովակիայի ղեկավարը մտնի Մոսկվա։ Սլովակիայի ղեկավարը ասաց, որ ինքը այլ ճանապարհով կգտնի ձև հասնել Մոսկվա, բայց Օրբանից հետո Օրբանը հիշում եք պարտվեց, այդ լավ լուր է նաև այդվում Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, ոչ միայն Հունգարիայի ժողովրդի համար լավ լուր է ազատվել ավտորիտար Օրբանից։ Հիմա Ֆիցոն ստանձնում է Օրբանի դերը Եվրոմիության ներսում։ Հետաքրքիր է, այս հաղթանակի օրվա կապակցությամբ ինչ դիրքորոշում կունենա Նիկոլ Փաշինյանը, վարչապետը Հայաստանի կգնա Մոսկվա թե ոչ, ես խորհուրդ չեմ տալիս, մինչդեռ հիմա նախընտրական փուլում ենք, դու գիտեք մայիսի 8-ից կսկսվի նախընտրական արշավ, ես հույսով եմ, որ ինքը զբաղված կլինի հենց կուսակցական եւ ընտրարշավի հարցերով ու չի գնա Մոսկվա, բայց նայենք ոնց է լինելու։ Հիմա շատ կարճ ուզում եմ ասել այն զարգացումները, որոնք գնում են Իրանի Միացյալ Նահանգների միջև, պլանավորվում է նոր փուլ բանակցությունների Պակիստանում, բայց շատ լարված է վիճակը, նորից Իրանը ասում է, որ չի հրաժարվի այն հարստացված ուրանին, որը իրանք ունեն, զգուշացնում են, որ չեն հրաժարվի, հիմա դրա մասին ասում էին եւ պաշտոնյաները, եւ երեք պարոն Պեզիշկյանը, Իրանի նախագահան։ Ինքը ասեց, ովքեր են ամերիկացիք, որ մեզանից պահանջեն, որ մենք հարստացված ուրանից հրաժարվենք, էտել հրաժարվենք հարստացումը անել մեր երկրում ուրանի։ Դա սուվերեն իրավունքն է Իրանի։ Այո, Իրանը ասում է, մենք չենք ուզում ստեղծել միջուկային զենք, բայց մենք ուզում ենք հարստացված ուրանը օգտագործենք խաղաղ ճանապարհով, օրինակ ատոմակայանները աշխատացնելու համար։ Ոստեղ նորից դավաճանություն Ռուսաստանից։ Ռուսաստանի Ռոսատոմի ղեկավարը մեզ հայտնի Ալեքսեյ Լիխաչովը ասեց, մենք պատրաստ ենք այն հարստացված ուրանը, որը կա Իրանում, դուրս բերել, օգնել դուրս բերել, տանել Ռուսաստան։ Ուրեմն իրանցիք ասում են, մենք չենք ուզում հրաժարվել հարստացված ուրանը օգտագործել խաղաղ ճանապարհով։ Մենք մեր հարստացված ուրանը չենք տա, ամերիկացիք պահանջում են, ասում են պետք է տաք, պետք է հրաժարվեք։ Հիմա Ռուսաստանը ասում է դե տվեք, մենք դուրս բերենք։ Հերթական անգամ դավաճանություն Ռուսաստանի կողմից։ Եմենի հուսիները զգուշացնում են Միացյալ Նահանգներին, որ իրանք կփակեն նաև Կարմիր ծովը։ Դու գիտեք, Կարմիր ծովը, Ադենի ծոց, այս հատվածը իրանք ասում են մենք կփակենք ու Սուեզի ջրանցքը չի աշխատի։ Դա շատ լուրջ մարտահրավեր է, քանի որ այս ջրային ճանապարհը աշխարհում նաև նավթի առևտրի ջրային միջանցքը եթե փակվի ճգնաժամը ել ավելի կուժեղանա։ Կամալա Հարիսը, հիշում եք, վերջի ընտրությունների ժամանակ ինքը մրցակցում է Դոնալդ Տրամփի հետ, Կամալա Հարիսը նախկին փոխնախագահ Միացյալ Նահանգների, ինքը ասեց, որ պատերազմը Թրամփը սկսեց այն պատճառով, որ այն հայտնի Էփշտեյնի ֆայլերը, որը մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհով մեկ, որը ցույց է տալիս իսկական դեմքը շատ ու շատ հայտնի քաղաքական գործիչների տարբեր երկրներում, նաև վերաբերում է մասամբ Տրամփին ու իր ընտանիքի անդամներին, այդ հայտնի սկանդալային ֆայլերը, Էփշտեյնի ֆայլերի պատճառով է, որ Դոնալդ Տրամփը սկսեց պատերազմ Իրանի դեմ, շեղելու համար ուշադրությունը աշխարհի այս խայտարակ երևույթի, որը կոչվում է Էփշտեյնի ֆայլեր։ Այո, այդ կարծիքը ոչ միայն Կամալա Հարիսի, մենք հաճախ լսում ենք, բայց այդ շատ խուճուճ, բարդ ինչ-որ պատմություն է։ Հիմա ես անցնում եմ գլխավոր այսօրվա հարցին, ինչ են ցույց տալիս մեր ուսումնասիրությունները մեր Լիտվայի գործընկերների հետ Repsense
բարձր տեխնոլոգիաների կազմակերպության հետ։ Ուրեմն ցույց է տալիս, որ Հայաստանում մեր մաս-մեդիայում, մեր ԶԼՄ-ներում, առաջի հերթին հեռուստաալիքներում, քաղաքական տոք-շոուներում, սոցցանցերում եւ կայքերում, որ այն մասը նյութերի, որոնք վերաբերում են մեր ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության, քաղաքական հարցերին։ Մարզվում է, որ 60% նյութերի իրենք քննադատական են իշխանությունների նկատմամբ։ Ժողովրդի մեջ տրամադրությունները էականորեն տարբերվում են, բավական էականորեն պրո-իշխանական են, պրո-Նիկոլ Փաշինյանական են, ժողովրդի լեզվով ասեմ, բայց մեդիայում այլ պատկեր է, 60%-ը քննադատող Փաշինյանին։ Դա ինչից է գալիս, դա գալիս է նրանից, որ այն ռուսամետ 3 ուժերը, որոնք պայքարում են իշխանության գալու համար, հայտնի ուժերը, այդ ուժերը ունեն մեծ ռեսուրս ու ակտիվ աշխատում են նաև սոցցանցերում։ Որն են գլխավոր թեմաները այս հատվածում մեր կողմից ուսումնասիրված վերջի 1 ամսվա ուսումնասիրություն։ Գլխավոր թիրախային թեմաները նորից անվտանգային հարցեր, կոնֆլիկտի հարց, խաղաղության այդ process-ը։ Ուրեմն հենց այս ուղղությամբ գլխավոր քննադատությունը արվում է իշխանությունների նկատմամբ, որ Ղարաբաղը, Արցախը հանձնել են իշխանությունները, դավաճանել են, երկրորդը, որ այս խաղաղության process-ը Ադրբեջանի հետ ոչ մի խաղաղության process չի, այլ կապիտուլյացիա է, այդ հանձնման process-ը։ Այս նարատիվները, այս մանիպուլյացիան ստերը տարածվում են բավական մեծ թափով այդ առաջի հերթին սոցցանցերում, էդ է ցույց տալիս, բայց նոր նարատիվ կա, նոր սուտը կա, որ իբր կեղծվում են ընտրությունները։ Ես դեռ պետք է ասեմ, այդ նոր բան է, առաջի մեր ուսումնասիրությունները, որոնք փետրվարից մինչև մարտի 12-ն էին, այդ առաջի փուլում մենք դա այդպես վառ չենք ունեցել պատկեր, հիմա վառ պատկեր է այս նարատիվների մեջ, այս նարատիվը, որ իշխանությունները ուզում են կեղծել ընտրությունները։ Ոչ մի հիմքեր չկան կասկածելու, քանի որ իշխանությունները այս 8 տարվա մեջ անցկացրեցին 2 ազգային ժողովի ընտրություններ, տասնյակ ու տասնյակ տարբեր քաղաքների Հայաստանի ընտրություններ ու կարծես թե ոչ մի բողոքներ էլ չկային, նույնիսկ այս ամենադաժան կոշտ պայքարող Նիկոլ Փաշինյանի դեմ պրո-ռուսական ուժերի։ Ուրեմն ոչ մի հիմքեր կարծես թե չկա, բայց այդ նարատիվները, այդ արհեստական բաները առաջ են տարվում վարկաբեկելու ամբողջ այս process-ը ընտրական։ Միգուցե պատրաստվում են իրանք հետ ընտրական ինչ-որ լարվածություն մտցնել հետ ընտրական process-ների։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։